Պարոն Առաքելյան, ես պետք է խնդրեմ դուք էլ ներկայացնեք կենդանիների խնամքի կենտրոն ՀՕԱԿ-ի 2025 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ ձեր զեկույցը։ Պարոն քաղաքապետ, 2025 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքում կենդանիների խնամքի կենտրոն ՀՕԱԿ-ի կլինիկա է տեղափոխվել 4140 թափառող կենդանի։ Այս տեղափոխված կենդանիների նախնական հետազոտություններից վտանգավոր վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելուց հետո 2703 թափառող շուն ստերջացվել եւ պատվաստվել է կատաղություն հիվանդության դեմ։ 671 կենդանի, որոնք արդեն նախկինում մեր կողմից ստերջացված են եղել, վերապատվաստվել են կատաղություն հիվանդության դեմ։ Կուզեմ նշել, որ կատաղություն հիվանդության նկատմամբ այս խիստ դիտարկումները կամ ուշադրությունը մենք սկսել ենք 2022 թվականից հաշվի առնելով հիվանդության վտանգավորության աշճանը կամ վտանգավոր լինելը ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց համար։ Տարվա ընթացքում քննեցված անկած կենդանիների քանակը եղել է 766-ը, իսկ տարբեր անհատների, կենդանիների խնամքով ու պաշտպանությամբ զբաղվող անհատների ու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում մեզ հաջողվել է տարվա ընթացքում 83 կենդանու հանձնել որդեգրության։ Մենք տարվա ընթացքում նաև իրականացնել ենք կրթական ու իրազեկման արշավներ, որին մասնակից է եղել շուրջ 200 դպրոցահասակ երեխա։ Պարոն քաղաքապետ, 2026 թվականին պահպանելով ստերջացման ծավալները մենք նպատակ ենք դրել ավելացնել իրազեկման ու կրթական արշավները դպրոցահասակ երեխաների շրջանում, ինչպես նաև հանրային լայն իրազեկման արդյունքում իրազեկումից հետո սկսել նաև ընտանիք կենդանիների ճիպավորման ու հաշվառման գործընթացը, որը անչափ կարևոր կլինի մայրաքաղաքում նաև թափառող կենդանիների խնդրի կարգավորման համար։ Հարցի կարգավորման համար մենք ինչպես նշել ենք նախկինում նախաձեռնվել է եւ արդեն այս տարի կունենանք շահագործման կհանձնենք Հայաստանում եւ Երևանում առաջին կացանը նախատեսված ընտանիք կենդանիների համար։ Ձեր թույլտվությամբ ես հաջորդ շաբաթ արդեն գրաֆիկական տարբերակով կներկայացնեմ նախագիծը եւ ավելի մանրամասն կներկայացնեմ թե ինչի համար է այս կացարանը եւ եւ վերջնարդյունքը ինչ կլինի։ Այս ամենով հանդերձ կուզենամ նաև նշել, որ տարվա ընթացքում կշարունակվեն միջոցառումները, ինչպես խոստացել ենք նախկինում խնամքի օրերի, որտեղ մարդիկ պարբերաբար կարողանում են գալ կենտրոն, մասնակցել կենդանիների խնամքին, ստանալ իրենց ուզող հարցերի պատասխանները, ինչպես նաև այս տարի նախաձեռնել ենք մեծածավալ հանրային միջոցառում իրականացնել, որը կլինի արդեն կազմակերպության տարածքից դուրս։ Հաշվի առնելով նախորդ ձեր հանձնարարականը, այսուհետ ամեն ամիս կլինի զեկույց նախորդ ամսվա կատարած աշխատանքի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Առաքելյան, շատ գովելի է, որ նախորդ տարի 83 շուն է որդեգրվել, որոնցից մեկին մենք ենք որդեգրել, բայց պարոն Առաքելյան, շատ եմ խնդրում այլևս կնոջը շունչ տալ, մեր տանը էլ տեղ չկա, երեքն են նրանք արդեն։